Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինա այդ նախագիծը։ Ակոպովն ձեզ համար նախապատրաստել է բացառիկ թողարկում, ունեմ հաղթանակած սպասված հյուրեր եւ ամենակարևորը դրական էմոցիաներով լի։ Բայց մինչեւ նրանց ներկայացնելը ուզում եմ շնորհավորել օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում, լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Ասեմ, որ այս պայն ունեմ տեսահոլովակ, բայց մինչեւ տեսահոլովակը ներկայացնելը ուղերձ Լոս Անջելեսից եւ հատուկ Միացյալ Նահանգներից տաղանդավոր սիրված երգահան, կատարող եւ ամենակարևորը իմ 1000 տարվա ընկերուհին ունի ասելիք։ Տեղափոխվում ենք օվկիանոսից այն կողմ, վերադառնում ենք տաղավար։ Օվկիանոսից այս կողմ ես սիրով ողջունում եմ 21 TV-ին եւ իհարկե իմ շատ սիրելի Ձինա Ակոպովնային շնորհակալություններս եմ ուզում հայտնել թե Ձինային, թե 21 TV-ին, որ միշտ իմ տեսահոլովակները ձեր ալիքով ցույց եք տալիս, հավատացեք, ես միշտ դա գնահատում եմ եւ ինձ համար ոչինչ երբեք սովորական չի դառնում։ Միշտ եղել եք իմ կողքին, Ձին ջան, համբուրում եմ, եղել ես իմ հենց առաջի քայլերից սկսած միշտ իմ կողքին, անաչար եւ սրտանց։ Չսպասեցիր դառնամ հայտնի, նոր լինես իմ կողքին, հենց առաջի իմ քայլերից եղար իմ կողքին, որի համար ես միշտ քեզ շնորհակալ կլինեմ եւ իմացի երբեք ոչինչ չի մոռացվում։ 21 TV Ձինա Ակոպովա, բարևներս եւ համբույրներս։ Շնորհակալություն։ Եվ ասեմ, որ ես պահանջում եմ այսքան խոսքերից հետո, որ իմ ընկերուհին վերադառնա հայրենի, կազմակերպի մենամերկ եւ բոլոր այն կարոտած հետևորդ հեռուստադիտողները հերթական վայելեն նրա քաղցր ձայնը եւ օրիգինալ կատարումները, այնպես որ Նարի Հարությունյանի տեսահոլովակը նաեւ օրվա բոլոր հոբելյարների համար։ Եվ քեզ հիմա բալես ամուր գրկել է դու կյանք եւ սերես չէ արավել ես դու ինձ այսօր երկինք ճախրոխտ է վերդվել ես իմ տան ճրակն ես կյանքից էլ թանկ ես դու իրական դարձած հոգուս մեծ երազանքն ես կանձես այսօր ծնվել է լույս եւ սերը վերել է կանձես ես քեզ համար չեմ խնայի անգամ իմ կյանքը ամեն ինչ քեզ համար վալես ես կանեմ քեզ սիրում եմ ցավը տանեմ ես իմ աշխարհն ես կանցես նոր իմաստով նոր գույներով լցրել ես կյանքս քեզ երազել եմ քեզ սպասել դու այնքան թանկ ես ամեն ինչ քեզ համար վալես ես կանեմ քեզ սիրում եմ ցավը տանեմ ես իմ աշխարհն ես Ես օրհնված եմ, ողջ կյանք ժայռի նման քո թիկունքին կանգնած եմ դու կյանք եւ սերես, չէ արավել ես դու ինձ այսօր երկինք ճախրոխտ է վերդվել ես իմ տան ճրակն ես, կյանքից էլ թանկ ես դու իրական դարձած հոգուս մեծ երազանքն ես կանձես այսօր ծնվել է լույս եւ սեր վերել է կանձես ես քեզ համար չեմ խնայի անգամ իմ կյանքը ամեն ինչ քեզ համար վալես ես կանեմ քեզ սիրում եմ ցավը տանեմ ես իմ աշխարհն ես կանձես նոր իմաստով նոր գույներով լցրել ես կյանքս քեզ
Վերջանցնում ենք բուն թեմային, ունեմ շատ սպասված հյուրեր նրանքից մոտ տաղավարում են, իսկ թե ում մասն է խոսքը, ովքեր են եւ ինչ էմոցիոնալ տեսանյութ է ձեզ սպասում, կիմանաք հենց հիմա։ Դե ինչ ես վստահ եմ հենց հիմա պարաշխարը գնահատող շատ են ավելի մոտ նստել, ձայնը բարձրացրել շատ են, ասում են Զինա ջան, ոնց որ ուշացել են, իսկ ես կարող եմ ասել ես կարոտել եի։ Մի խոսքով սկսեմ ամենասկզբից։ Մեծագույն սիրով հյուրընկալ եմ Բարի եւ սպորտային բարի համահայկական խորհրդի փոխնախագահ Dance City Studio-ի հիմնադիր տնօրեն մրցավար Վարդգես Սողոմոնյանին, իսկ նրան ուղեկցում են երկու տաղանդավոր պարողներ, իմ սիրած զույգը։ Արադ Վարդանյանը եւ Մարիամ Փափազյանը, Հայաստանի բազմակի չեմպիոնները եւ իմ լավ ընկերները։ Բարի օր, բարի գալուս ձեզ։ Ես հասկանում եմ, որ դուք շատ տենց ամաչկոտ եք, տենց քաշվող, զուսպ, բայց սենց դեպքերում ես վիրավորվում եմ եւ նեղվում եմ, որ միչեւ չեմ արձագանքում, չեք հասկանում, որ պետք է գաք իմ տաղավար։ Պարտքեսովով դու գիտես, որ իմ դռները բաց են, այսպես ասած ծրագրի, ուշացել եք։ Սկզբից կռիվ եմ տալի, հետո շարունակեմ։ Ինչ ասենք, համեստ ենք մենք, համեստ ենք բամ, հա, բայց դե ճիշտ ես ասում։ Կա չէ տենց բան։ Այո։ Դու ինձ խոստացել ես, որ ամեն հաղթանակից հետո ինձ մոտ տաղավարում պետք է լինեք։ Եթե դուք միշտ մեզ սպասում եք, շախը շատ արենում շուշուտ են գալու մարդկանց չհոգնածնենք։ Ես կգամ ձեզ մոտ, նկարեմ բոլորին, գիտեմ, որ շատ են, չէ, էլ թեմայի մեջ է, էլի, որ բոլորին ունենանք ինձ մոտ տաղավարում։ Շատ լավ։ Ես ամենալուրջ հետևորդներից մեկն եմ եւ զույգի եւ իմ ընկերոջ եւ հասկացա, որ երբ որ ամիսներ առաջ ինձ մոտ տաղավարում էին լավագույն բարողները, ասացին, որ մենք իրար սիրում ենք։ Ես իմը կարեմ շնորհավոր եմ։ Հա? Մատանի ունենք արդեն։ Հա? Ինչ հաճելի եմ։ Այնպես որ լավն է մեր տաղավարել, այսպես ասած։ Ես Աստված տաճ ծերանամ Վարդգես։ Լինեմ եթերում, զույգը գա, ասի ամուսնացել եմ, մի հատ էլ բալիկ ունեն, պատկերացրած երկարակյացություն եմ ես ինձ մաղթում։ Լավ բան է, չէ՞։ Իհարկե։ Մենք էլ ենք սպասելու։ Շատ լավ, իսկ ես շնորհավորում եմ։ Աստված օրհնի ձեր միությունը, ներդաշնակ զույգ եք եւ վստահ եմ տարիների ընթացքում կհասկանաք, որ մասնագիտություններով ընտրվող զույգը միշտ ինչ որ չափով ներդաշնակ է։ Հասկանում են խնդիրները, չէ՞, որ չէ ինքը parma չի parելու այլևս, որովհետեւ ամուսնացավ նստելու է տունը։ Չկա, չէ՞ որ այտենց։ Չէ, դա այտենց ոնց է, ես հպտի նստեմ տունը։ Լավն է։ Մենք մի նպատակ է, դա շատ կարեւոր է, էլի։ Շատ լավ։ Սկսում ենք ամենասկզբից, շփվեմ քեզ հետ, հետո արդեն զույգի հետ կհասկանամ, թե ինչ են արել եւ ինչ են պատրաստվում անել։ Որ դու քեզ գրում եմ, չգիտեմ, դու Երևանում ես, թե չէ, դու ո՞նց ես հասցնում եւ ստուդիան, եւ անատականը, եւ մրցավարական թեմաները։ Ուր եք, ո՞նց եք, ինչ եք անում, պատմիր ինձ։ Պատմեմ։ Այո, շատ ծանրաբեռնված գրաֆիկով ենք աշխատում։ Պետք է հասցնենք։ Որ մտել ենք դրա մեջ, պետք է անենք։ Մենք սիրում ենք, եթե մի բան անենք, լավ անենք։ Դրա համար պահանջվում է ջանքեր, լիքը աշխատանք, առավոտից երեկո մինչև պարապմունքներ, մարզվում ենք, գնում ենք մրցումների, մյուս քաղաքներ, երկրներ, մասնակցում ենք սեմինարների, սբորների, առանց դրա չի լինի, առաջ գնալը։ Լավ։ Բարդ է, բայց պետք է անենք, որտեվ ունենք նպատակներ, որ պետք է հասնենք։
Ընդունելությունը շարունակվում է, պարապմունքները կան, տարիքային սահմանափակումը չունենք։ Ընդունելությունը միշտ կա։ Հիմա բացում եմ տարբեր քաղաքի մեջ տարբեր տեղերում ստուդիաներ, նաև Մասնաճյուղերն ես։ հա, մասնաճյուղեր, որ բոլորին հարմար լինի, հա, որտեվ մեր երկրում մի քիչ ուրիշ է, մեր քաղաքում են քաղաքիցերից շատ քչերն են գալի հասնում։ Կա տենց բան։ Բոլորին էլ ուզում ենք հարմարվենք, որ բոլոր տեղերը ունենանք, ով ցանկանում է։ Շատ լավ։ Իսկ ուսուցիչների թեմաները նորմալ է, չէ՞։ Որ ամեն ինչից տեղին ֆուլ ունենք։ Հա, այո։ Դե օգնականներ քեզ պետք են։ Կան, հա, այո, լավ, Հայաստանի լավագույն պարողներից են, Հա։ որոնք շատ անգամ էլի չեմպիոններ են դառել, իրանք օգնում են։ Դրա խնդիրը չունենք։ Շատ լավ։ Մարիամը եւ Արարատը զույգ են, որ բավականին լուրջ պարարապարակներ են գրավել։ Արդեն բարձր նաեւ տեսանյութից։ Մարջան, մատ ինձ ասա քո կարգավիճակը հիմա որ կարգավիճակում ես, ինչ գիտեմ, նոր բեմադրություններ եք անում, ինչ նոր գործընթաց կա, երկուստ էլ կարող եք պատասխանել եւ ինձ հետաքրքիր է ինչ ունեք արժևում, որ պատրաստում եք նաեւ դրան։ Դու սկսի, ես կշարունակեմ։ Շատ լավ։ Դե բնականաբար պարապում ենք, մոտ 6 ամիս առաջ ոնց որ քիչ էինք պարապում, ինչ-ինչ պատճառներով վնասվածք ունեինք, վերջի մրցույթի լավ ցուցանիշից հետո որոշեցինք մի քիչ ավելի շատ պարապել, որպեսզի ավելի լավ ցուցանիշների հասնենք, մոտակա ժամանակահատվածում մրցումներ ունենք, այս պահին պարապում ենք հենց այդ մրցույթների համար, որպեսզի անցած տարվա ցուցանիշներից ավելի լավ ցուցանիշներ ունենանք այս տարի։ Դուրս են գալու երկրից։ Հա, անպայման։ Շատ լավ։ Փաստորեն ամենալավ են ասма լավ տարբերակով թեմաները մրցումները դրսում է։ Դեռ մենք չենք հասել նրան, որ մենք դա ունենանք։ Ունենում ենք, բայց դեռ այդ մակարդակի չի լինում, այդ կարգի չի լինում, բայց ունենում ենք։ Այս վերջերս ունեցանք Գյումրի քաղաքում Հայաստանի բաց առաջնություններ, ուրիշ երկրներից եկել էին, մասնակցում էին, Արարատն ու Մարիամն էլ մասնակցեցին, այո, այնտեղ զբաղեցին երկրորդ հորիզոնականը, առաջինը Ռուսաստանը գրավեց, բայց ոնց որ Արարատը ասեց վնասվածքի պատճառով չէին պարապում, 5-6 ամիս համարյա նորմալ չէին պարապել, այն ֆորմի մեջ չէին, որը իրանք կարային լինեն, այդ պատճառով գրացին երկրորդ տեղը, թե չէ բոլոր շանսերը կային, այո, որ իրանք հաղթեին, բայց էլի գոհենք, դե հա, էլի լավ է, միշտ նայում ենք առաջ, մենք էլ մեր սխալների վրա աշխատում ենք։ Արարատը ուներ վնասվածք, Մարիամս դրանից դուժեց փաստորեն, ինչ ենք անում, հիվանդ ենք պահում, դե ժամերն ենք հասնում, այն որ ասում ավելացում լիներ, գոնե շուտ անցնենք։ Զույգից մեկը որ լավ չի լինում, երկուսի վրա էլ ազդում է, չէ, փաստորեն։ Իսկ այդ ընթացքում ինչ ես ուզում եմ հասկանալ, Մարիամը նաև դասավանդում է։ Հա, դասավանդում եմ, այս տարի ժառանգությունը տալիս է փաստորեն։ Եվ նորություն ունեմ, որ ընդունվել եմ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, այնտեղ որպես դասախոս, այդ ընթացքում մինչեւ Արարատը ապակինվում էր, ես իմ գործունեությունը շարունակում էի այդ չգիտեմ, մասնագիտական այդ ամեն ինչը փորձում էի ուսանողներին տալ, նաեւ աշակերտներին, այդպես։ Իսկ համատեղ լինումա չի խանգարում այդ սովորելը, աշխատելը, չգիտեմ, ինձ թվում է մեկին մի քիչ կազդի, չէ՞, աս Արարատ։ Իրականում շատ ազդում։ Հա, բայց մի քիչ էլ չէ, հա։ Հա, շատ ազդում, բայց մեզ տրամադրում ենք, որպեսզի կարողանանք այդ գրաֆիկի մեջ տեղավորվել, այսինքն մի օր 1 ժամ քիչ քնել, մյուս օրը 1 ժամ ուշ քնել։ Այսպեսի, բայց ստիպած համատեղում ենք լինում է։ Հիմա ոչինչ, ղեկավարությունը նստած է, կարանք մի քիչ բամբասակել, ինձ թույլ կարող եմ տալ, որովհետև լինելով նաև նախկին պարող, նաև արվեստի մարդ, ես գիտեմ, որ ոչ միայն սպորտ աշխարհում, այլ հենց պար աշխարհում լավագույնների կողքերը մանավանդ հաղթանակից հետո շատ են գալիս պրոմոտորները, որոնք բավականին գայթակղիչ, չէ՞, առաջարկներ են անում։ Ուզում հասկանալ մեր զույգը բաց դաշտ է, որ լավ առաջարկ լինի Մեծն Սողոմոնյանը թույլ կտա, իրանք այդ առաջարկը ընդունեն, թե թողնում ես իրանց հայացողությանը։ Ճիշտ է։ Ինչ առաջարկ լինի, մենք քննարկում ենք միասին, որ հասկանանք էդի իրանց օգտինա, թե օգտին չի, հետագան ոնց կլինի, լավ կլինի, թե վատ կլինի։ Ես մենակ կողմ եմ, եթե
լավ է լինելու, իրանք դրանից ավելի շահելու են ու առաջ են գնալու այս ոլորտում, ես մենակ ուրախ կնեմ ու կաջակցեմ, չեմ խանգարի։ Բայց եթե ես ինչ-որ մի բան զգամ, որ լավ չի, իմ սրտով չի, բնականաբար կասեմ ու մենք էլի կքննարկենք այդ հարցերը։ Շատ լավ, բայց ասա, որ առատեղել է տենց թեմաներ, որ պրոմոթորները ձեզ լավ առաջարկներ արել են։ Շատ Դեռ գայթակղիչ չի եղել։ եղել է շատ տարբեր երկրներից, Չինաստանից է եղել, Ամերիկայի Միացյալ Նահանգներից է եղել։ Մտածում ենք։ Մտածում ենք, քննարկում ենք, հասկանում ենք, ոնց որ ընկեր Վարդգեզը ասեց, միշտ բոլորով երեքով հավաքվում ենք, քննարկում ենք եւ փորձում ենք այնպես անել, որ նորմալ երևույթ է, բամբասել այդքան էլ կապ չունի, նորմալ երևույթ է, որովհետեւ միշտ ասում են լճացումը կա։ Իսկ բաց դռներ պետք է օգտագործել էլի, բայց մինչև չօգտագործել վարդ ասա չես կարող իմանալ ինչքանով է ինքը ակտուալ։ Այո։ Կա չէ տենց բան։ Բայց էլի եմ ասում պետք է քննարկել, որտեվ կարող է փորձես ինչ-որ մի բան, դա քեզ վնաս լինի ու քո կարիերային էլ ավելի վատ կողմ տանի։ Պարոն Սողոմոնյան, իսկ ձեր պրոմոթորներին դուք չեք ուղղորդում, օրինակ, լավ զույգերի կողքականչների տակ շշնջան։ Ես վստահ եմ, որ մենք էլ կարանք անենք, չէ՞։ Ինչի՞ իրանք չգան մեր մոտ, որ մերոնց ուղարկենք։ Թող կան։ Թող գան։ Շատերը կան ցանկանում են նաև գան Հայաստանի դրոշի տակ մասնակցեն, ստեղ բարեն։ Դրանք էլ են քննարկում, հասկանանք ձեռ տալի, թե ձեռ չի տալի։ Երբ որ ես տա Աստված մի օր դառնամ հեռուստաընկերության տնօրեն, ես ունեմ մի մեծ երազանք, նպատակ։ Ես ինչքան էլ կան ծրագրեր, որ ուզեցել եմ իմ կյանքում ունենամ, բայց ես չվարեմ, բայց ես միշտ երազել եմ ունենալ լինել կամ մի reality show-ի պրոդյուսեր, որը հիմնված կլինի լատինամերիկյան բարերի վրա, եւ կլինի reality կյանք, եւ կլինի պար եւ մրցակցություն։ Երբ որ դուք իմանաք այսպիսի բան կա եթերում, իմացեք Ակոպովնան դարձել է հեռուստաընկերության տնօրեն։ Դուք իմ կողքը կլինեք վստահ, լավ բան է, չէ՞։ Շատ հետաքրքիր է, այո։ Չփորձեք գողանալ, հեղինական իրավունքները արդեն պահպանված է։ Այս երկրում ամեն ինչ անում եմ, ես հեղինական իրավունքները պահպանում, դե խոսքս հենց դուրս չեկած, միտքս արդեն բնականաբար սկսում են վատ fake տարբերակով իրականացնել։ Դա մերն է ու մենք ենք անելու։ Աստվածտա։ Այսպես, ես վստահ եմ, որ դուք պատրաստ եք նաև, այսպես ասած, իմ փոքրիկ օջախում էլ իրենց բարը ներկայացնել, բայց եւս մեկ հարցից հետո, հա։ Քանի որ հիմա մոդելային, հա, բյութի ինդուստրիայում նաև սկսվել են հետաքրքիր չափանիշներ օգտագործվել, ինչի որ ես 10 կիլոգրամ ավել եմ չեմ կարող պարել, ես չընդունվեցի պարվեստի ուսումնարան, որովհետև 4 սանտիմետր ցածր էի, եւ այսպես կոտրվող շատ թեմաներ։ Հիմա Վարդ ջան, եթե դու ուշադիր լինես, մոդելինգում բավականին լուրջ թմբլները ավելի լավ են ցուցադրում հագուստ եւ ինչու մոդելները չեն կարող ցուցադրել թմբլ կանանց համար հագուստներ եւ ես շատ եմ նկատել իմ մոտ այժմ շատ է բերում դեռ շատ եմ հետևում որ բավականին հաստել կոլոտել կարողանում է ցածրահասակը լավ պարել այդ չափանիշները մեր մոտ դեռ ստանդարտի մեջ չեն նայեք Դե չեմ ասում պրոֆ հանեք ունի իր լավ կողմը հա Բոյովը բարի մեջ ուրիշ բանա ցույց տալի, իր ուժեղ կողմերը ուրիշ բանն է, ցածրահասակը ուրիշ։ Այսինքն Բոյովը ավելի իր լինիաները, հա, ռուսերեն ասեմ, լինիաները ավելի սիրուն է ցույց տալի, որտեղ ինքը Բոյովը ավելի ուրիշ ձև է երևում։ Հա, եղնիկի կազմվածքը ավելի արագաշարժ է լինում։ Ինքը իր ֆիշկեն արագաշարժությունն է։ Հա։ Շատ նիհարը մարդկա դուր է գալի, մարդկա դուր չի գալի։ Դուր չի գալի, հետո։ Մի քիչ որ թմբլ է լինում, էդ էլ իր համովնությունը ունի, հա, այդ պահը կա, բայց մարդուց է կախված ինքը իր ոնց է ներկայացնում նաև։ Հա։ Պարկետի վրա, բեմի վրա, որովհետև մարդկա կարող շատ սիրուն լինի, բայց ինքը իրան չկարողանա ցույց տա պարկետի վրա ու ինքը չերևա ընդհանրապես։ Մարդկա կարող է ինքը մի քիչ թմբլ լինի, բայց ինքն էս ցույց տա, որ դու մենակ իրան նայես։ Այսինքն մարդիկ չեմ ուզում որ կոմպլեքսավորվեն, ես մի քիչ թմբլ եմ, ուրեմն չեմ կարող գնամ պարեմ, ես մի քիչ կոլոտեմ կամ ես շատ բոյով եմ, չեմ կարող։ Ամեն մեկը իր տեղը ունի։ Տեղավորացրեցինք, չենք նեղացնում ոչ մեկին։ Իդեպ ավելացնեմ, էլի շատ լավ նորություն է։ Մենք ունենք հայ ընկերներ, որոնք իրանք առաջ պարում էին, հիմա Ամերիկայում լատինամերիկյան պայրի լավագույն, Ամերիկայում երևի ամենալավն են, երևի չէ, իրանք ամենալավ շոր կարողներն են, ամուսիններ են,
Պետրոսյանը կոչվում, հենց իրանց ազգանունով Պետրոսյան Դեզինգ, իրանց շորերը հագնում են աշխարհի լավագույն պարողները իրանց շորերը ներկայացնելով, այսինքն շոյերի վրա կպնում է իրանց ֆիրմաները, երևում է, որ իրանք հովանավորներն են կամ իրանց մոտ են կարվել։ Հիմա մենք Էրիկն ու Մագան դարձան նաև Արարատի եւ Մարիամի հովանավորները եւ իրանք հագնում են հիմա կրելու են իրանց կարած շորերը, որը շատ ողջունելի է, շնորհակալ ենք նաև իրանց այդ դրա համար, որովհետև դա շատ մեծ նշանակություն ունի դրսում ներկայացնել լավագույն դիզայներների շորերը։ Նորից շնորհակալ ենք Էրիկից, հուսամ լիքը այտենց հովանավորներ կունենանք։ Եվս մեկ հարց Արարատին եմ ուզում տալ, տղապարողը դե ուրիշ թեմայի մեջ է։ Ես հիմա որ նայում եմ զույգերի պարերը, ես հասկացում եմ, որ ասում եմ պարածնողը տղեն է։ Եվ ճիշտ ձևաչափնել են, որ շրջանել, հա, գծում է։ Քո տեսլականով, հա, աչքի տեսոց եմ, քո կարծիքով որ դասին են պատկանում այն աղջիկները, տարիքայինը, լավ պարողները եւ որ երկրի ներկայացուցիչները, որպես անհատ պարող այնց հետաքրքիր օրինակ աչքի տակով նայում ես, չէ, ռուսներն են լավը, չգիտեմ, ուկրաինացիները, հենց լատինա պարողների մեջ կա իմ համար օրինակ մեքսիկներն են լավը, չգիտեմ, դու որպես անհատ շատ ես եղել էլի, այդ որ ասում եմ պարկետի վրա տեսել եմ ով ինչ ձևա շարժվում, չի խանդում հանգիստ ասա, որ Ապտեն, զգում եմ երկարացնում ուզում Մարիամի դեմքին նայեմ հասկանամ։ Մարդ նորմալ երևույթ է, չէ, հասկացանք, քոնը կա, բայց որպես զույգ տղայի համար որ երկրի աղջիկներն են ավելի լավ պարողները։ Ես ապրել եմ մենակ հայ աղջիկների հետ։ Ըստ ինձ կողքից ինչքան է նայես, պետք է մի քիչ պարես, որ հասկանաս։ Բայց մի բան կարամ ասեմ, մեր հայ աղջիկները, ընդհանրապես հայերը, հայ պարողները աշխարհում իմ կարծիքով ամենաընդունակ պարողներն են ու ամենախելացի, ովքեր պարապում են ուղեղով, որովհետև օրինակ բերեմ Ռուսաստանի աղջիկներին, իրանք կարող է մի ամիս ինչ-որ մի շարժումի վրա ամեն օր տանջվեն, պարապեն, այնպես չստացվի, ինչքանով հայ աղջիկը 7 օրում այդ մի շարժումը ուղղակի կենտրոնանա ու պարապի։ Ուղղակի այնտեղ մի քիչ մեծ երկրներ են, օրինակ Ռուսաստանը, Չինաստանը, իրանց մոտ ավելի զարգացած է, իրանք ավելի շատ են։ Դրա համար մեր աղջիկները շատեղ զույգ չունեն, տղաների պակաս ունեն ու չեն կարողանում գրավել աշխարհը։ Բայց հարցին կպատասխանեմ հայ աղջիկները։ Գնամեցար հայ տղամարդ։ Արարատը ճիշտ ասում, հայերը շատ ընդունակ են, շատ տաղանդավոր են։ Եթե բոլոր սպորտաձևերի մեջ է, մենք գիտեք, առաջատար ենք։ Շատ ընդունակ ենք։ Մեր մոտ ես բազմիցս ասել եմ, ինչն է խնդիրը, դրսի հետ համ ստեղի ֆինանսը, ներդրումը, հովանավորը։ Եթե մենք ունենանք հովանավորներ, հուսամ շուտով կլինեն, որ լինի այդ հարցը, մենք այդ հարցը կարողանանք ստեղ շատ արագ լուծենք դասընթացների, սեմինարների, որովհետև դա բարդ է ստեղ։ Զարգացման խնդիր ունի։ Դրսում էդի Հա, մեկից մեկ։ Մեկից մեկը ու բոլորը, եթե այնտեղ մարդիկ շաբաթվա մեջ կարող 20-30 ժամ անհատական դասեր վերցնեն տարբեր վարպետների մոտ, Հայաստանում կարող է տարին 2 անգամ լինի։ Ես լինելով ապրելով Միացյալ Նահանգներում հասկացա, որ բավականին ինչքան էլ զարգացած է լատինամերիկյան ոչ այնտեղ, հայ համայնքում բավականին ծարավ կա։ Այնտեղ 1-2 լավ իսկապես պարուսուցներ կան եւ չեն կարողանում այնտեղի երեխաները լավ պարապեն, որովհետեւ չունեն պարուսույց։ Քչությունը անում կամ իսկապես զարգացումը քիչ է։ Եթե լինի առաջարկ, բաց չթողնեք, թողնես էլ իրանց։ Թող գոնե մի քանի ամսով գնան Միացյալ Նահանգներում հայ երեխաներին, ժառանգություն իրենց տան ու վերադառնան, որովհետեւ միայն այդ երկրում եմ տեսել, որ ծովը, որ ասում եմ, մեծ է, բայց լողացող չկա։ Այնպես որ պետք է մերոնց էլ ուղղորդել, որպեսզի արդ երկրում իրենց ժառանգությունը կարողանան ապահովել, բայց վերադարձի որ ակնկալիքով անպայման։ Համոզում եմ, զգում եք, չէ՞ արդեն։ Բայց օրինակ, եթե ես Վարդգեսի տեղը լինեի, ինչ պրոմոթեր էլ գար, կասեի, ես ձեզ թույլ եմ տալիս, բայց ղեկավարությունը իր հետ գնա, որ ասում էգոիզմը մեր հետ կա, չէ՞։ Իսկ ունենք թեման, որ պետք է եւս բարձրաձայնենք եւ անցնենք այն իմ ամենասիրած րոպեներին, որտին չբաց թողում արեցինք, որ կարող ենք հանրությանը ներկայացնել կիսատ։
Վերջին նորությունները նա որ մենք արդեն մտածում ենք Արարատու Մարիամը փոխվեն պրոֆեսիոնալ կարգ, որտեվ մեր բարն ենցա որ կարաս դու բարես մինչև մեծահասակ դառնաս, դու այնտեղ կա կարգեր, որը պետքա պրոֆեսիոնալ մտնես, համապատասխան քննություններ ես հանձնում եւ անցնում ես պրոֆեսիոնալ կարգ ու արդեն որպես պրոֆեսոր բարում, մրցում նաեւ դրսում։ Իսկ դրա համար ինչ է պետք։ Հիմա արդեն մենք այդ ուղու վրա ենք, պետքա դիմումը ներկայացնենք, արդեն մեր խորհուրդ միջազգային է նաև դա գնում ու քննությունները կհանձնեն ու կանցնեն արդեն որպես պրոֆկարգ։ Իսկ հատուկ չափանիշներ կան։ Չափանիշները տենց հատուկ չկան։ Պետքա ուղղակի իրանք, պրոֆկարգը դու պետքա գոնե հասակ ունենաս, բարի մակարդակ ունենաս, որ ռիսկ անես մտնես ընդեղ, որտեվ անելու բան չկա, եթե բարել չիմանաս, ուղղակի գնաս ուզենաս պրոֆ, անելու բան չկա ընդեղ։ Հիմա իրանք այն կարգում են, համ տարիքայինն էլ են հա, արդեն թույլ է տալիս։ Թույլ է տալի, այո, որ արդեն մտնեն այդ կարգ եւ մասնակցեն ու երևի չէ կլինեն Հայաստանի հիմա գործող միակ պրոֆեսիոնալ պարողներ էլ։ Հիանալի է։ Իսկ պրոֆեսիոնալ պարողներին ես կխնդրեմ հաջորդ անգամ ինձ մոտ տաղավարում լինեն իրենց սաների հետ։ Ես ամեն հնարավորություն կստեղծեմ, որպեսզի ցույց տամ, թե ինչպիսի ժառանգություն են թողնում այս հիասքանչ նաև պարուսույցները։ Ձեր թույլտվությամբ մոտ նստեք, ձայնը բարձրացրեք, այսքան խոսում եմ, ժամանակն է վայելել նրանց անզուգական երևույթ բարը։ This is DJ Nut Featuring Martin Makacha 1, 2, 3, let's go Na երեք ույան խանդի պատճառով Ինձ թողեց ու հեռացավ իր ճանապարհով Նեղացավ մոռանալով, որ ինքը գնաց Բայց իր սիրտը առաջվա պես ինձ մոտ մնաց Կարոտի